Հիմա գտնվում ենք Խնձորեսկ ներքին Խնձորեսկ գյուղերը իրար կապող 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհում, այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները մեկնարկել են ըստ տարվա տարեսկզբին։ Հիմա տեսնում եք լայն թափով արդեն այս հատվածում իրականացվում են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Գյուղամիջյան հատվածներում ուրեմն մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է այս հատվածի հետ կապված, ասեմ, որ նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքները ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Մենք այստեղ նախատեսել ենք երկշերտ ասֆալտի 2 շերտի տեղադրում։ Հիմա առաջին շերտի տեղադրման աշխատանքներն են, որի հաստությունը 6 սանտիմետր է եւ նաեւ նախատեսել ենք եւս 5 սանտիմետրանոց վերին շերտ տեղադրել, դրանից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի երթևեկության նշաններով եւ կհանձնվի շահագործման հիմնական մասը 2025 թվականի ընթացքում։ Պապան Խուդատյան, որակը ասֆալտի հետ կապված ինչպես է ստուգվում։ 2025 թվականին մեր մոտեցումը հետևյալն է. մենք բոլոր ճանապարհները, որոնք կառուցվում են պետական բյուջեի այս կամ այն չափ մասնակցությամբ, լինի դա 100% պետական բյուջեի ֆինանսավորում, թե օրինակ պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներ, մենք այդ բոլոր տեղերի լաբորատոր նմուշառումներ անում ենք նաև ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում։ Պիտի ասեմ նաև, որովհետև շինարարներին ընտրության հնարավորություն է տրված, որ իրենք էլ այլ լաբորատորիաներից եզրակացություն ներկայացնեն, բայց մենք որպես հիմնական պատվիրատու եւ ոլորտի քաղաքականություն մշակող 2025 թվականին մեր ամբողջ ճանապարհային ցանցի համար հենց ինքներս ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայով նմուշառում ենք անում, սրան զուգահեռ նաեւ ավելացնում ենք ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կարողությունները եւ պիտի արձանագրեմ, որ այդ ամբողջը պատշաճ իրականացնելու դեպքում 2025 թվականին ճանապարհային նորոգման աշխատանքներում որակական էական փոփոխություններ նկատելի կլինեն մեր քաղաքացիների համար։ Այո, մենք ընդունում ենք, որ որոշ տեղերում խնդիրներ կան, այդ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, մի մասը սուբյեկտիվ են, բայց այդ բոլոր խնդիրները ընդունում ենք ի դիտություն եւ ինստիտուցիոնալ ճանապարհով գնում ենք այդ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ եւ ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են։